որ ամեն իրակի չեն կարողանում հանդիպել, երևի մյուս իրակի էլ չկարողանան հանդիպել, բայց փորձենք հետագայում գոնե մեծ պահքի ընթացքում էլի դառնալ մեր հին շրջանից, որ ամեն իրակի պարտադիր կերպով հանդիպումներ ենք ունենում։ Ուրեմն այսօր ճիշտ ասած բարդ թեմայից ենք խոսելու, սիրելիներս։ Մենք ոնց որ թեմայի հիմք վերցնելու ենք եվրոպական գրականության մեջ հայտնի մի մարդու, Ֆրանց Կաֆկայի, ու իր ստեղծագործությունը Կաֆկայի Են բանկա չէ, որ ասում է, եթե այստեղ ես գցեց է հապոսը չդիմաց Մի խոսքով Կաֆկայի մասին ենք այսօր խոսելու, կերպարանափոխության մասին Ես շատ ուրախ եմ, որ կարել ես ստեղը, որպես պրոֆեսիոնալ գրականագետ, որ սխալներ անեմ ինձ ուղի կարել է Բայց այսօր մեր խոսակցության նյութը այդքան գրականագիտական խոսակցություն լինելու, այսինքն մենք սյուժե ու գրականության ժանր չենք ուսումնասիրելու, որքան սենց ասեմ մի քիչ կներեք, եթե մի քիչ մեծամիտ կտվա իմ ասածը, բայց Կաֆկայի իմ ընկալումը, այսինքն ոնց եմ ես տեսել Կաֆկային ու ինչ եմ ես ըմբռնել իր ստեղծագործության մեջ, ու մենակ Կաֆկայի չէ, ընդհանուր առմամբ այսօր խոսելու ենք կերպարանափոխության, մետամորֆոզի, փոխակերպման մարդու մասին։ Ու ինչի, որովհետև նաև այսօր գիտեք առաջավորած պահքի բարեկենդանն է, ընդհանրապես պահքը ինքը մարդու փոխակերպման կարևոր շրջանն է, որտեղ պայծողությունը դրա համար է, որովհետև մարդը փոխվի, ավելի լավը դառնա, ավելի աճի, քան ինքը կա։ Ու մի խոսքով համապատասխանում են այս երկու թեմաների իրար հետ, մենք փորձենք հոգևոր կյանքի տեսանկյունից այս ամեն ինչին նայել, դիտարկել ու հասկանալ։ Ուրեմն քանի հոգի է ձեզնից կարդացել Կաֆկայի կերպարանափոխությունը կամ մետամորֆոզը։ Արմիններ չեմ ասում, Ազիմը, լավ։ Ես ուրիշ բաներ էլ եմ կարդացել Կաֆկայից։ Ուշად գրողում։ Ուրեմն լավ, մի փոքր մի քանի բառով ուղղակի նախ հեղինակին փորձենք հասկանալ թե ինչ տիպի մարդ էր։ Շատ միֆեր կան Կաֆկայի հետ կապված, որ ինքը շատ ինտրովերտ մարդ էր, ոչ մեկի հետ չէր շփվում եւ այլն, որ շատ տիրան հայր ուներ ու իր ստեղծագործություններում ընդհանրապես խիստ որ կերպարը բավականին ակնառու կերպով երևում է։ Բայց ես կարծում եմ ինչքանով որ ես փորձել եմ ուսումնասիրել փաստերը, դրանք մի քիչ չափազանցված բաներ են։ Այո, Կաֆկան իր ամբողջ կյանքի ընթացքում ապահովագրության աշխատող է եղել ընդամենը, բայց բավական բարձր դիրք է զբաղեցրել իր պաշտոնում, ամբողջ կյանքը գրեթե այնտեղ աշխատել, երբ որ երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ պետք է Կաֆկային տանեին բանակ կամ առաջնակից իր գրասենյակի տերերը խնդրեցին հատուկ, որ շատ կարևոր աշխատող էր, որ ինքը չմասնակցի պատերազմին, ուներ նաև առողջական խնդիրներ, ազգությամբ հրեա էր Կաֆկան, ապրում էր Չեխիայում, Պրահայում, գրում էր գերմաներեն։ Այս արդեն այս տարբերությունները արդեն խոսում են իր մասին, բայց ինքը հրեական թեմային այդքան չի անդրադարձել, ավելի մարդու կյանքի իմաստի, մարդու աշխարհում դիտերի մասին են իր ստեղծագործությունները, ոչ մի ստեղծագործություն չկա, եթե չեմ սխալվում, որը Կաֆկան ինքնին ավարտել է։ Իր կյանքի ընթացքում երկու ստեղծագործություն են տպագրվել, որոնք կարելի է համարել ավարտում, որոնք մեծ հաջողություն չեն ունեցել, հիմնականում տարբեր մասերով այս ստեղծագործությունները տրվել են իր ընկերոջը, ում կողմից էլ հետագայում տպագրվել են, բայց այստեղ մի խնդիր ունենք, որ ընկերը ինքն է մտածել, թե ինչ հերթականությամբ այդ մասերը պետք է դնի, ըստ էության հիմա այն բոլոր վեպերը, որ մենք կարանք կարդանք, չգիտեմ, դղյակը, մետամորֆոզը եւ այլն, սրանց վերնագրերն էլ Կաֆկան չի օրինել եւ դասավորությունն էլ Կաֆկան չի օրինել,
հա, հետագայի բաներ են մտածել են, որ դա երևի տենց արած կլինի ինքը։ Ուրեմն կերպարանափոխությունը կամ մետամորֆոզը պատմում է մի մարդու մասին, Գրիգորի Զամզայի մասին, ով աշխատում էր կամավայաժոր, հա, ով էր այդ մարդը, ինչ էր այդ գործի բնույթը, բեռները ուղեկցել, այստեղից այնտեղ, հա։ Այսինքն մի մարդ էր, ով տարածության առումով անընդհատ տարածություններ էր ասում ինքը։ Ու մի մարդ էր, ով ժամանակի սուրճ զգացողություն ուներ, որովհետև վերքում կարող հանդիպեք մի հատված, երբ որ ինքը հիշում է գնացքների բոլոր հերթականություն, հա, չվացուցակ այսպես ասած, որը երբ պետք է գնա, այսինքն մենք ի սկզբանե տեսնում ենք, որ ժամանակի ու տարածության հստակ զգացողություն ունի այս մարդը, այսինքն ունի տարածությունը կտրելու ունակություն, ժամանակը նուրբ կերպով ընկալելու ու գնահատելու նաև հնարավորություն։ Եվ ամենակարևոր բանը, ինչի վրա մենք հիմնական շեշտն ենք անելու այսօր, այս մարդու հասարակական կապերն են, հա, թե ինչքանով էր Գրիգորի Զամզան ինքը իրան մարդ զգում։ Գրիգորի Զամզան ինքը իրան մարդ էր զգում այնքանով, ինչքանով որ ինքը կարողանում էր օգտակար լինել իր ընտանիքի համար։ Ուրեմն կար իր հայրը ուներ պարտք, որի համար ինքը աշխատում էր, ու այդ պարտքը ոնց որ աշխատում էր, որ ինքը փակ էր։ Իհարկե, երբ որ հայտնի կերպարանափոխությունը լինում է, ինքը դառնում է ուտիչ, հա, հայերեն ուտիչ թարգմանել, գերմաներեն տեքստը ավելի մակաբույց, հա, պարազիտ, տենց ընդհանուր բաննադարի, թե կոնկրետ ինչ բլոճ է դարձել հստակ չի, բայց գերմաներեն տեքստը ասում է մակաբույց դարձավ ինքը։ Ու ինքը այդ ժամանակ իմանում է, որ փաստորեն պարտքը վաղուց արդեն մարվել էր, ու իր ընտանիքի անդամները ըստ էության թալանում էին իրան, իր աշխատած փողը, որ ինքը գալիս էր, դա պարտքի չէր գնում, թալանում էին, բայց այս մարդը Գրիգորի Զամզան դրանից ված չէր զգում։ Հակառակը ինքը շատ լավ էր զգում իրան, որ ինքը իր ընտանիքին կարողացել է օգտակար լինել, ու նաև վեպի ընթացքում անընդհատ կա հակադրություն մարմնավոր առողջության, մարմնավոր կյանքի և հոգևոր իրավիճակի, հոգևոր կյանքի մարդու, դրա համար վեպը վերջանում է պիկնիկի նկարագրության, որտեղ երբ որ այդ մարդը մահանում է, Գրիգորի Զամզան մահանում է, մի խոսքով ընտանիքը ցրվելու համար այդ ամեն ինչից գնում է պիկնիկի ու վերջում իր քույրը իր առողջ մարմինը այսպես ուղղում է ու դրանով իսկ վերջանում է վեպը, այսինքն վերջի վերջո անասնական, մարդու մարմնական հատկանիշները ու մարմնական ձգտումները հաղթեցին հոգևոր մարդու հոգևոր ընկալումներին։ Եվ ամենակարևոր ընդհանուր գիծը չասեցի, սկսում է նրանից ամեն ինչ, որ այս մարդը Գրիգորի Զամզան մի օր առավոտ արթնանում է ու հայտնաբերում է, որ ինքը դառել է ուտիչ, պարազիտ, մակաբույց, ворթ է դառել ինքը։ Ու ուզում է գնա գործի, տեսնում է, որ չի կարողանում իր վերարկուն հագնի, որտեղ ձեռքեր չունի, զանգում են անընդհատ, ուզում են, որ ինքը գա, գալիս են անգամ ասում են ուրա բան եւ այլն, բայց դե ինքը չի կարող գնալ գործի, որտեղ ինքը դառել է միջատ։ Այսինքն ինքը մարդ չի, դառել է միջատ։ Ու ինչ մի հետաքրքիր բան կա, որ մետամորֆոզը լինում է Սուրբ Ծննդյանը ու ամբողջ այդ վեպի ժամանակաշրջանը միջև Սուրբ Հարության տոնն է, հա։ Սուրբ Հարության տոնը Գրիգորի Զամզան ըստ էության մահանում է, բայց հարություն չի առնում Քրիստոսի պես։ Ու հետաքրքիր է, որ գրականագետները ընդհանրապես, որոնք հիմնականում հայրաբանությանը ծանոթ չեն, փորձում են ցույց տալ, որ Կաֆկան, փորձում են ցույց տալ, որ Կաֆկան Գրիգորի Զամզայի կերպարով փորձում է ցույց տալ քրիստոնյա մարդուն ու հոգևոր մարդու քրիստոնեական պատկերացումն ունկանում։ Բայց իրականում դա այդքան էլ այդպես չի, ինչի, որովհետև նախ Կաֆկան ըստ էության քրիստոնեությանը մեծ մասով ծանոթ չի եղել խորքային ընկալումներով ու վեպում ցույց տրվող Աստծո պատկերացումները սրանք ավելի հրեական պատկերացումներ են, քան քրիստոնեական, 5 տաղանից բխող պատկերացումներ են եւ տեսեք ընդհանրապես եվրոպական գրականության մեջ
հոր կերպարը, երբ որ յուրաքանչյուր վեպում դուք կարդում եք ինչ-որ մեկի հոր մասին, ինքը խորհրդանշում է իշխանության հանդեպ մոտեցումը, հա, տվյալ հեղինակի։ Ու Գրիգորի Զամզայի հայրը այդքան էլ չէր սիրում իր տղային, հա, որովհետև երբ որ ինքը ուտիչ դարձավ, չգիտեմ, ինչ-որ բաներ էր շպրտում, հետո մի անգամ խնձորել շպրտեց իր վրա, որը էլի եվրոպական ընկալման մեջ կենաց ծառի պտուղն է, հա, խնձորը։ Ու վերջում ինքը մահանալուց էր իր այդ էկզոսկելետի մեջ խնձորի մնացորդներ կային, էս կային, այն կային։ Ուրեմն Աստծուն Կավկան ներկայացնում է որպես խիստ աջող հայր, հա, բայց ինչն է հետաքրքիր, որ այս մոտեցումը, այս ներկայացումը ոչ թե Աստծուն մեղադրելու, ոչ էլ Լայբնիցի նման, հա, թեոդիցիայի, Աստծուն արդարացնելու համար, հա, այլ Կավկան փորձում է ցույց տալ, թե ինչու է Աստված աջում մեզ, ինչու է ինքը խիստ հայր։ Եվ ասում է, որ խիստ հայր է, որովհետև մարդու համար Աստված ըստ էության միշտ անկարելի է, հա։ Այսինքն անգնար է հասկանալ Աստծուն, քանի դեռ դու մարդ ես, որովհետև մարդը ունի իր մարդկային ընկալումները, մարդկային պատկերացումները, ու բնականաբար մարդ չի կարող Աստծուն հասկանալ, որովհետև ինքը Աստված չի, պարզ ձևով։ Հա, մենք էլ անգամ մեր կյանքի ընթացքում մենք մեր ծնողներին չենք հասկանում, այնքան ժամանակ, քանի դեռ մենք ծնող չենք դառնում։ Մենք, չգիտեմ, հոգևորականին չենք հասկանում, քանի դեռ մենք ինքներս հոգևորական չենք դառնում։ Ես օրինակ իմ կյանքի օրինակով ասեմ, երբ որ ես ուղղակի հաճախում էի եկեղեցի, հա, իմ պատանեկության ժամանակ, հետո ջերմանալու անգամ երբ որ սովորում էի, ես շատ բաներ չէի հասկանում, ինչ են անում հոգևորականները, ու դատում է ես իմ ընկալումների, ես իմ հայացքներու, իմ կողքի մարդիկ էլ հիմնականում համաձայնում էին իմ հետ, որովհետև իրանք էլ հոգևորական չէին, հա։ Ուստեղ մի կարևոր խնդիր է գալիս, որ տեսեք արդեն քրիստոնեական, հա, հայրաբանական հայացքների ներքո, ինչի էր պետք, որպեսզի Աստված մարդ դառնար, որովհետև մարդուն քավելու համար Աստված պիտի մարդկային ամբողջ բնությունը վերցներ, ամբողջ, որտեղ այլ կերպ մարդը Աստծուն չէր կարող շփվել, չէր կարող ըմբռնել Աստծուն ամբողջությամբ, մարդու Աստծու միությունը պիտի կատարյալ լիներ, որպեսզի մարդկային բնությունը հնարավորություն ուներ կրկվելու։ Եվ այդ առումով ինչ եմ ասում, որ Կավկան ծանոթ չէր քրիստոնեության ըստ էության, կամ ծանոթ էր շատ մակերեսային ձևով, որովհետև ըստ էության իր վեպում տալով քրիստոնեական նոտաներ, հա, ենթատեքստեր, ինքը ամեն դեպքում քրիստոնեությունը իր ամբողջ խորությամբ ու հարության խորհուրդը իր ամբողջ խորությամբ ինքը ուղղակի չի ընկալել, որտեղ ինքը հրեական պատկերացում ուներ ընդհանրապես Աստծո մասին, հա, եւ Քրիստոս իր համար ոչ թե Աստծո սիրո արտահայտումն էր մարդկանց նկատմամբ, այլ ուղղակի օրինակ։ Եվ այս էլ շատ կարևոր մի կետ է, որ եվրոպական գրականության հիմնականում չգիտես ինչի հրեա հեղինակները չեն ընկալում, հա, որ Քրիստոս մարդկության համար ոչ թե բուն օրինակ էր, հա, այսինքն զուտ Քրիստոս եկավ, որ տենան մարդը ինձ ձև է անում։ Մեր գյումրեցիները չէ տես բան ունեն, որ ասում ասեք բանը, որ ասում որտեղից են, ասում Իսանը որտեղից չէ, այսինքն տենց մենակ մարդը, դե մենք որպես մարդու օրինակ ենք, էլի գյումրեցիները, տենց առանց բանը, խնդրում էսի չորակել որպես ռասիզմ, չգիտեմ դեռ ռասիզմ չէ կարելի ասել, մի խոսքով, ճողակի ուզում հասկանալու համար, հա, Քրիստոս զուտ օրինակ չեկավ, այլ Քրիստոս մարդկային բնությունը վերցրեց, այդ բնությունը փրկելու համար, հա, ինքը բուն օրինակ չէր, որովհետև Հովհաննես Մկրտիչն էլ օրինակ էր շատ բարոյական կյանքի, բայց Հովհաննես Մկրտիչը չէր կարող փրկիչ լինել, որովհետև ինքը Աստված չէր, որ մարդացավ, հա, այսինքն Աստծո մարդացման այս ամենակարևոր խնդիրը գալիս է այստեղ։ Վեպում ըստ էության Գրիգորի Զամզան հակառակ պրոցեսին է գնում, հա, բայց ոչ թե դառնում Աստված, այլ դառնում պարազիտ, ընդհանրապես դառնում է պարազիտ, բայց անգամ այս մարդ չլինելու, մարդկությունից մի կողմ լինելու այս իրավիճակը,
այս իր կացությունը իրան օգնում է շատ բաներ հասկանալ մարդու մասին։ Ըստ էության ինչի մասին է սա խոսում, ինչ որ մի բան գնահատելու համար մենք պետք է կարողանանք դուրս լինել այդ համակարգից, որովհետեւ կարողանանք տեսնել այդ ամեն ինչը։ Ու տեսեք ինչ հետաքրքիր հակադրություն է առաջանում, կներեք։ Ինչ հետաքրքիր հակադրություն է առաջանում Գրիգորի Զամզայի մեջ մինչև ուտիչ դառնալը ու ուտիչ դառնալուց հետո։ Մի մարդ, ով ուներ ազատ տեղաշարժ, անընդհատ գնում էր աշխարհի էսերի ցենզերը, երկու էսերի ցենզերը, հիմա սահմանափակվում մի փոքրիկ սենյակում։ Մեկը, ով ուներ ժամանակի րոպեների հաշվարկի հստակ չվացուցակ, դառնում է ընդհանրապես լույսի ու ստվերի գերի, ժամանակը իր համար ընդհանրապես լույս ու ստվերն էր մենակ, արևածագն ու արևամուտը, ու դրա ընթացքում ոչ մի բան չէր լինում։ Ու ինքը հնարավորություն է ստանում իր ընտանիքի այդ բոլոր մարդկանց խոսակցություններին, գործողություններին, ականատես լինելու, գնահատելու, թե ինչ են իրանք անում։ Բայց միևնույն ժամանակ այս դրսի գնահատականը հնարավորություն է տալի իրեն գնահատել իր սեփական անձը, թե ինքը ինչ ձևի էր այդ ամեն ինչի մեջ։ Ոստեղ մենք մի հատ շատ կարևոր խնդրի ենք առնչվում, թե երբ է մարդը դառնում ազատ։ Ըստ էության, եթե կուզեք քրիստոնեության մեր քրիստոնյաներից ամենահետաքրքրող թեման այս վեպի մեջ, այնա թե ինչպես է դիտարկում մարդու ազատությունը այս հեղինակը նման իրավիճակի մեջ։ Տեսեք, երբ որ մենք ասում ենք մենք ազատ ենք, մենք պարտադիր կերպով այդ ազատության մեջ ներառում ենք երկու կարևոր գործոն։ Տարածության գործոնը, որ մենք կարող ենք ազատ տեղաշարժվել, եւ ժամանակի, որ մենք ինքներս կարող ենք տնօրինել մեր ժամանակը։ Հիմա տեսեք, այս Գրիգորի Զամզան ըստ էության զրկվում է այս երկուսից, որովհետեւ տարածությունը կորցնում է, ժամանակը կորցնում է, բայց սկսում է ազատության իր ժամանակը, ազատության իր ճանապարհը։ Ու ամենաշատ կոնֆլիկտները այս ամեն ինչի մեջ ինքը ունենում է իր հոր հետ։ Այսինքն Աստծո կերպարի հետ, Աստծո իրա պատկերացման հետ, որովհետև այդ բոլոր պատկերացումները գալիս են փշրվելու, բայց ինքը ինչ է անում, ինքը ինչ ճանապարհ է գտնում, ոչ թե նայելու անկեղծորեն, թե ինչ է իր շուրջը կատարվում, այլ ինքնախապեյությամբ զբաղվելու։ Այսինքն իրան տրվում է հնարավորություն լինելու ազատ, բայց ինքը գտնում է մի իրավիճակ, որտեղ ինքը կարող էլի ազատ չլինի, արդեն իսկ ինքնախապեյությամբ։ Որ ես իհարկե ոնց ասում են ռուկի չեշուց, շատ ուզում եմ հիմա գնամ էքզիստենցիալիզմի կողմ ու գոյության աբսուրդի մասին խոսամ այս դրվագում, բայց ես ինձ կզսպեմ ու չեմ անդրադառնալու։ Շարունակենք այս թեման, բայց ինքը շատ կարևոր թեմա է նաև այս հարցում, մարդու ազատությունից վախենալու հարցում, որովհետև որն է ամենամեծ խնդիրը մեր քրիստոնյաներիս համար, ու ինչի քրիստոնյաներիս համար, մարդու համար դժվար է հաղթահարել մեղքը, որովհետև հաղթահարել մեղքը նշանակում է լինել ազատ, իսկ մենք ազատ լինելուց վախում ենք, մենք չենք ուզում ազատ լինել, ու դրա համար մենք ըստ էության մեր համար մեղքեր ենք գտնում, մեղքեր են գտնում, ասում են այս մեղքը կգործեմ, այս մեղքը կգործեմ, բայց քանի որ ավետարանում հիշում եք Անիրյար Տնտեսի առակի մեջ, որ Քրիստոս ասում է, եթե լույսի որդիներն են այնքան հնարամիտ լինեին, ինչքան այս աշխարհի որդիները, կփրկվեին, չէ՞։ Մենք ոնց որ այս աշխարհի որդիների նման փորձում ենք ուղղակի այն մարդիկ, ովքեր եկեղեցականացված են, քրիստոնյա են ուզում լինեն, մենք ուղղակի փորձում ենք ընտրել այնց ուտվող մեղքեր, էլի, որ Աստծո կողմից այնց կներվեն, ոնց որ շատ վատ բաներ չեն, բայց ամեն դեպքում մենք ամեն ինչ անում ենք այդ մեղքերը մեր կյանքում ունենալու, որպեսզի մենք կարողանանք օբյեկտիվ կերպով սահմանափակել այն ազատությունը, որ մեզ տալիս է Աստված։ Եվ ինչ ասում Քրիստոս, ճանաչեք ճշմարտությունը եւ այն կազատի ձեզ։ Մենք ճանաչում ենք, փորձում ենք ճանաչել ճշմարտությունը, բայց հենց գալիս է ազատ լինելու բանը, մենք միանգամից փորձում ենք մեր ազատությունը սահմանափակել, որովհետեւ աշխարհը մեզ ցույց է տալիս, որ ազատությունը դա քաոսի ընկալումն է։ Եվ ստեղ էլ շատ կարևոր կետ կա քրիստոնյաներիս համար,
որ ազատությունը չի նշանակում քաոս, չի նշանակում անկանոնություն։ Ազատությունը նշանակում է օգտակարը գործելու ազատություն։ Ինչպես որ Պողոս Արաքյանն է ասում, ես ազատ եմ անելու ամեն ինչ, բայց ամեն ինչ չի, որ իմ համար օգտակար է, հա։ Տեսեք, ինչի են մարդիկ մեղքեր գործում, որովհետև կախված են այս աշխարհից ու այս աշխարհի բարիքներից։ Երբ որ դու կախված ես նյութից, հա, երբ որ դու այդ նյութի կարիք ունես, ինքը դառնում է քո կյանքի կենտրոնը։ Դու ամեն ինչ անում ես այդ նյութը ունենալու համար։ Հա, հիմա չգիտեմ, եթե օրինակ մի մարդ տարված է, հեսա էլի իմ սիրած բանը, եթե մի մարդ տարված է iPhone առնելով, հա, ինքը ամեն ինչ անում է այդ iPhone-ը առնելու համար, ամեն ինչ, հա, անգամ չգիտեմ, մեծ վարկ է վերցնում, որ իր աշխատավարձի 90%-ը պիտի տա, չգիտեմ, ամեն ինչ անում է ինքը, որպեսզի անպայման ձեռք բերի այդ ամեն ինչը։ Բայց այն ուրիշ մարդու համար, ասենք, iPhone առնելը, դա ընդհանրապես մի սովորական երկու շաբթի է, կամ ընդհանրապես այդ խանութ մտնելը, իր համար դա կյանքի նպատակ չի, հա, իր համար չգիտեմ, Louis Vuitton-ի ես ինչ բրենդային պայուսակն է, ինչ-որ գերնպատակ, էլի ինչ-որ նյութ, բայց ուրիշ նյութ։ Ուրեմն խնդիրը ստեղ որն է, որ ոչ թե այս մարդը ավելի լավն է, որովհետև այս մեկի համար iPhone-ը կարևոր է, այս մեկի համար չէ, այլ երբ որ մարդը վեր է այդ նյութից, ինքը չի ծառայում այդ նյութին։ Ոստեղ խնդիրը հենց այն է, որ երբ որ մենք ծառայում ենք նրան, ինչը որ պիտի ծառայի մեզ, հա, մենք վերանում ենք, մենք որպես մարդ մեր ազատությունը կորցնում ենք, Աստծո պատկերն ու նմանությունը մեր մեջից կորցնում ենք, որովհետև ամբողջ աշխարհը արարչությունը ստեղծված է մարդուն ծառայելու համար։ Ու ծննդոց գրքում, երբ որ Տերը ասում է, որ այս արարչության վրա քեզ իշխան եմ դնում, հա, տալիս եմ մարդու հոգացությանը, դա հենց ինչի մասին է խոսում, որ ամբողջ արարչությունը, ամբողջ նյութը, հա, եւ դրա մեջ մտնում են նաեւ կրիպտոարժույթները, պիտի մարդուն ծառայի, ոչ թե մարդը պիտի ծառայի այդ ամեն ինչին։ Իսկ ինչին պիտի ծառայի մարդը ազատ լինելու համար։ Աստծուն։ Այսինքն մենք տեսնում ենք ինչ հետաքրքիր սիստեմա գոյանում։ Ուրեմն Աստված, որ մեզ ստեղծել է, ասում է, նայ, ասում է, ես քեզ ստեղծել եմ, այս համակարգի մեջ եմ դրել, դու ամեն դեպքում կարիքներ ունես, ունես, սոցիումա քեզ պետք, չգիտեմ, քեզ վիզուալ ազդակներ են պետք, լսել է քեզ պետք եւ այլն, ու այս ամեն ինչի համար քեզ սնվել է պետք, մարմինդ պահել է պետք, այս ամեն ինչի համար ես ստեղծել եմ այս ամբողջ նյութը, բայց ինձ որպես քո արարչի պետք է որ դու իմ հետ հարաբերություններ ունենաս, պետք է որ այս նյութը, որ քեզ ծառայում է, դու օգտագործես քո համար, բայց մենք ասում ենք, չէ, ասում ենք, արի մենք այս նյութը, որը մեզ ծառայելու համար է, արի մենք ծառայենք իրան, ու Աստծուն խնդրենք, որ մեզ օգնի, որ մենք ծառայենք այդ նյութին։ Հա, այսինքն մենք ինչի մասին, որ Պողոս Արաքյանն է ասում, թողած արարչին պաշտում ենք արարվածին։ Եվ հեթանոսության ամենամեծ խնդիրը որն էր, չէ՞ որ կուրքին պաշտելը ըստ էության, հա, սրբացնելը կուրքին, պետք է ծառայել նրան, ինչը որ քեզ պիտի ծառայի։ Էս էր։ Ու մի ուրիշ հեթանոսության, հա, մեր օրեր եկած ամենամեծ խնդիրը որն էր, որ մենք փորձում ենք Աստծուն ծառայեցնել մեզ։ Այսինքն միակ էությունը, որին մենք պետք է ծառայենք, մենք փորձում ենք մեզ ծառայեցնել։ Ու ծառայում ենք այն ամեն ինչին, ինչը որ մեզ պիտի ծառայի։ Չգիտեմ, ես մի քիչ շատ բանը, մտքի բանը առաջացնում, ոնց ասեմ, կապանքներ է առաջացնում, հա, ընկալելու համար, հասկանալու համար այդ ամեն ինչը, բայց ըստ էության վեպում ցույց է տրվում այս մարդու ծառայությունը ու մարդու ընտրությունը ու մարդու ազատության ընտրությունը հենց այն պահին, երբ որ մարդը իր կյանքի առաջնահերթություններն է սկսում սահմանել։ Տեսեք, ու ինչ մի հատ հետաքրքիր բան կա, ընդհանրապես մենք մեզ ճանաչելու համար ունենք մի քանի գործիքներ։ Մարդկանց մեծամասնությունը ինքը իրան ճանաչում է իր շրջապատով, հա,
Հիմա հավատացեք անգամ ամենալավ մարդուն, եթե լինեն օրինակ մի 10 հոգի, մի սենյակի մեջ, մի ամիս, ու իրան ամբողջ օրը ասեն, չգիտեմ, դու վատն ես, դու ես, մարդը սկսել է ինքը իր մասին տենց մտածել, որովհետև մենք ուզենք թե չուզենք, մեր սեփական անձի մասին պատկերացումները ձևավորում ենք այն փոքր ժամանակ մանկությունից է, որ երում խելոք բալերն այդ արտահայտություններից սկսած, մինչև արդեն մեր, չգիտեմ, աշխատանքի վայրում այդ սկես այսքան բութ այդ արտահայտություններով, հա? Մենք այս ամեն ինչը ձևավորում ենք մեր մեջ, վերցնում ենք մեր մեջ եւ ձևավորում ենք նաեւ մեր կոմպլեքսները, ձևավորում ենք մեր կյանքում որոշումներ կայացնելու այս նակությունները, ու այդ ամեն ինչը մեզ սկսում է ոնց ասեմ, կարծրանալ մեր մեջ, ու մենք մտածում ենք, որ մենք հենց այսպես ենք, բայց ինչ հետաքրքիր բան կա, երբ որ մենք կանգնում ենք Աստծո առջև, Աստված ասում է մեզ դու ազատ ես իմ հետ շփվելու առանց այս բոլոր կարծրակերպերից, առանց այս հասարակության, քո ծնողների, քո չգիտեմ, դասարանցիների, բակի, ընկերների, ում որ այա, առանց իրենց կարծիքների դու կարաս կանգնես իմ առջև, որովհետև այս բոլոր մարդիկ քեզ չեն ճանաչում այնքան, ինչքան ես եմ քեզ ճանաչում, որովհետև ես եմ քեզ ստեղծել։ Ու մեր ուղարկավորության աղոթքի մեջ մի հետաքրքիր բան կա, խնդրանք ասում ենք Տեր, գթա քո զավակին, որովհետև դու քո ձեռքով ստեղծեցիր իրեն։ Այսինքն մենակ դու ես, որ ճանաչում ես այս մարդուն, առանց այդ արտաքին բոլոր հավելումների, ճանաչում ես այս մարդուն այնպիսին, որպիսին ինքը կա։ Եվ Գրիգորի Զամզան այն մարդն էր, ում համար շատ կարևոր էր իր ընտանիքի համար, իր հասարակության համար լավը լինել, լավ գնահատական ստանալ, բայց ինքը ոչ թե օբյեկտիվ լավին էր ձգտում, որը ընդհանուր առմամբ լավը, այլ ինքը ձգտում էր զուտ հաճոյանալու իրաց, այսինքն եթե օրինակ այդ ընտանիքին հաճելի կլիներ, որ ինքը սպաներ մեկին, ինքը կգնար կսպաներ, այսինքն տեսեք ինչ մի խնդիր կա ստեղ, երկրորդ մեր քրիստոնեական կյանքում ամենակարևոր խնդիրը, եւ թե ինչի վերջի Գրիգորի Զամզան տենց է հարություն չարավ, որովհետև ինքը հասարակության կարծիքը վեր էր դասում Աստծո ծրագրից, Աստծո նպատակից, Աստծո խոսքից մարդու կյանքում։ Ու մենք էլ շատ ժամանակ, երբ որ մեր կյանքում որոշումներ ենք կայացնում, մենք չենք առաջնորդվում այն ճշմարտությամբ, թե ինչ է ուզում մեզնից Աստված։ Մենք նախ եւ առաջ մտածում ենք, թե ոնց կընկալվի սա հասարակության մեջ, ոնց հասարակությունը կգնահատի ես, որտեղ մեր համար, չգիտես ինչի, շատ ավելի կարևոր է, որ հասարակությունը մեզ ծափահարի, ասինքն շատ լավն է, ապրի ինքը, լավ արել, որ ինքը տենց արել։ Չէ՞ որտեղ մենք հիմա բարոյականության, բարեգործության, ողորմության մոդելներ ունենք, դրանք շատ TikTok-յան թրենդերի նման են, էլի, որ մեկը անում է ու լավ PR անում, մնացածներ են այդ ամեն ինչը անում, մի տեսակ բան անելով, կնիք դնելով, որ բարեգործությունը, ողորմությունը, բարոյականությունը այս ձևով պետք է լինի, ուրիշ կերպ չի կարող լինել։ Ու այս շատ կարևոր երկրորդ ասպեկտն է այս վեպում, որ պետք է անդրադառնալ, ու հետո վեպում մի հետաքրքիր բան կա, երբ որ ինքը դառնում է մակաբույց, Գրիգորի Զամզան, իր սենյակը, որպեսզի նաև եկամուտները չէ, կապակասում են, այդ ամենակարևոր հարցերից մեկն է, իր սենյակը 3 հոգու վարձով է տալիս, երբ որ ինքը մահանում է, 3 հոգուն հանում է։ Ուրեմն տեսեք, ստեղ էլի հղում կա 5 տակարանին, Աբրահամի մոտ եկան 3 հոգի, եւ սա Աստծո ներկայության խորհրդանշանն է, վեպում, որ այս 3-ը Աստծո ճշմարտության ներկայություն են, բայց ըստ էության այդ 3-ը անտարբերության մատնվեցին այդ ընտանիքում։ Այսինքն եղած չեղած իրանք մեկ էին։ Ու երբ որ արդեն էլ չկար այս Գրիգորի Զամզան, արդեն իրանք նեղություն էին անգամ տալի իրան, որովհետև նույն ձևի մեր վերաբերմունքն է ընդհանրապես մեր կյանքի, հա։ Ուրեմն բոլորս ինչ որ միտեղ ենթագիտակցության մի խոր անկյունում ունենք Աստծո ներկայության մասին մեր պատկերացում, Աստծո ճշմարտության, Աստծո խոսքերի։ Մենք հիմնականում այդ ճշմարտությունը ու Աստծուն չենք նկատում մեր կյանքում։
Բայց հենց որ մենք մեր մեջ կորցնում ենք մի բան, մեր սովորական կյանքում կորցնում ենք, չէ՞, մի բան, ու մենք հասկանում ենք, որ ըստ էության մեր պատճառով էր, որ դա եղավ, այս Աստծո ճշմարտությունը սկսում է մեզ նեղություն տալ։ Մենք սկսում ենք էլ չհանդուրժել այս Աստծո ճշմարտությունը մեր մեջ։ Ու իզուր չի, որ մարդիկ մեծ ողբերգություններից հետո շատ հաճախ դառնում են աթեիստ։ Ու ինչ հետաքրքիր բան կա, չէ՞, կա համատարած գաղափար, տենց ընկալում, որ մեծ ողբերգություններից հետո մարդիկ դառնում են Աստծուն ավելի մոտենում են։ Բայց ուսումնասիրությունները ցույց են տալի, որ ընդհանրակը պատերազմներից հետո, օրինակ, աթեիստների քանակը ավելի շատանում է, մարդկանց, ովքեր հեռանում են ընդհանրապես Աստծուց։ Այն մարդիկ, ովքեր կրոնական հակվածություն ունեն իրաց մոտ որոշ տոկոսով սրվում է, ավելի կրոնական են դառնում։ Բայց շատ մարդիկ, ովքեր sense նեյտրալ են, նոմինալ են, իրանք շատ հաճախ հակառակ կողմ են գնում։ Ինչի, որովհետև տեսեք, պարզ բան, չէ՞, պատերազմը, յուրաքանչյուր պատերազմ, ու նաև մեր ժողովրդի, ազգի պատերազմի ինչից սկսեց, որովհետև մենք տևական ժամանակ, մոտ 100 տարի, դավաճանում էինք մեր արժեքներին, մեր ինքնությանը, քրիստոնեությանը, իրար սիրելու կարևոր պատգամը զանց ենք առնում, ու պատերազմի ժամանակ այս ամեն ինչը ցայտուն կերպով երևաց, որ մենք իրար չենք սիրում, մենք իրար ատում ենք, որտեղ երբ որ անգամ մի թշնամի կար մեր դեմ, անգամ այդ ժամանակ մենք իրար միս էինք ուտում, միևնույնն է։ Ու այսի քրիստոնեության տոտալ բացակայության նշանը, ու տեսեք, երբ որ գալիս է, այդ ցավը, այդ ամեն ինչը գալիս է, ու մենք պարտվում ենք, մարդիկ հարց են տալի, չէ, ինչի էսի Աստված արեց։ Ու պատասխանը մարդը գիտի, որ նրա համար, որովհետև ես Աստծո պատվիրանը չեմ լսել։ Բայց իրան քանի որ այդ դուր չի գալի, որտեղ այդ նշանակում է ինքն իրեն մեղադրել, չէ։ Մարդը սկսում է հերու բրտել իրան Աստծո։ Հերու բրտել է ճշմարտությունը դնել մի կողմ ու ասել, դե եթե արել է, ուրեմն Աստված չկա։ Եթե ելեր չէր թողի, ուրեմն որ այս ամեն ինչը լիներ։ Բայց այս ամեն ինչը զուտ նրանից է, որ այդ ճշմարտությունը անտարբերության է մատնվել այն ժամանակ, երբ որ մենք ունեինք ժամանակ ապրելու այդ ճշմարտությամբ, նկատելու այդ ճշմարտությունը։ Ու ինչն է հետաքրքիր, որ տեսեք, այս ճշմարտությունը, այդ 3 հոգին ընտանիքի անդամներ չեն, այլ մարդիկ են, ովքեր դրսից են, ոչ իրանց աշխարհից են, ոչ իրանց տնից են, դրսից եկած մի բան է։ Եվ նույն կերպ նաև Աստված, Աստծո ներկայությունը, այս աշխարհի բնական ներկայությունը չի, այլ դրսից հայտնութենական ճշմարտություն է մեզ տրված։ Այսինքն բնականորեն դա չի բխում մեր կյանքի օրենքներից, մեր կյանքի պահանջմունքներից, այլ մեծավ մասամբ բխում է Աստծո սիրուց ու Աստծո հայտնությունն է մեզ տրված։ Սա մարդու սեփական միջոցներով, սեփական ինտելեկտով ճշմարտություն ծնել չկարողանալու մասին է խոսում, որտեղ մարդը քրիստոնեական ճշմարտությունը ստացել է որպես հայտնություն, ոչ թե որպես բնական արդյունք իր ինտելեկտի զարգացման, որովհետև ըստ էության, եթե տեսնենք, փրկության տանող ճանապարհը ապամարտկային ճանապարհն է, որտեղ տեսեք, եթե մենք նայենք կենդանական աշխարհին, ինչ օրինակ լավ առյուծը, որ առյուծն է, որ լավ որս է անում, սրան է սարքեցնում, նրան է սարքեցնում, չգիտեմ, գնում է նոր, չգիտեմ, բազում անկանոն կապեր է ունենում, իր գենը շատերն է թողում, այդ լավ առյուծ է, բայց եթե մենք հիմա նույնը տեղափոխենք մարդկանց ոլորտ, մենք ասենք նրանց պականքման գոյություն այդ ամեն ինչը անի։ Երբ որ մարդուն ու կենդանուն մենք սկսում ենք համեմատել իրար հետ, մենք հասկանում ենք, որ այս բնությունն է, իր բնական բոլոր օրենքներով, ու կա մի հատ մարդ, ում պրոգրեսը հեչ կապված չի այս բնության ամեն ինչի, ում հակառակը այն ինչ բնության մեջ պրոգրեսը համարում, մեր մոտ համարում է ռեգրես, որովհետև հիմա եթե մենք դուրս գանք տեսնենք մի հատ մարդ տկլոր վազում այս
ազատության փողոցայով, հա, ու ասենք չեմ Եվնիկի հետևից, ում չեք ասում լավ մարդ է։ Չեք ասենք այս մարդը դեգրադացվել է, որովհետև ասենք այս ամեն ինչի հետ մեկտեղ ինքը ոնց է անում Չեք ասենք տենացի մարդ։ Ուրեմն որն է ինչն է ամենամեծ խնդիրը, տեսեք այս հերոսի Գրիգորի Զամզայի, ես մոռացա մի կարևոր բան ասեմ, որ Գրիգոր անունը արթնացած է նշանակում, հա, որ այս անունը ինքը վկայում է նրա մասին, որ այս հերոսը վերջի վերջո արթնացավ այս թմիրից, բայց տենց պիտի ենթադրվում էր, որ տենց պիտի լիներ, բայց ինքը ըստ էության հասկանում են, որ տենց էլ չարթնացավ այդ ամենը, որտեղ չկարողացավ դուրս գալ այդ բուդդիստների կողմից սիրված այդ սանսարայի, հա, այդ բանի անընդհատ անիրից, հա, որ անընդհատ այդ վերածնության նոր մարմին առնելու եւ այլ, սրանց ինքը չկարողացավ դուրս գալ, չկարողացավ ազատվել այդ ամեն ինչից, որովհետեւ իր մոտ ինքը կորցրել էր իր անձը, կորցրել էր նրա համար, որովհետև ինքը վարակված էր ամենակարևոր հպարտությամբ։ Ես գիտեմ, որ եթե ինչ-որ գրականագետներ լսեն այս միանշանակ դեմ կլինեն իմ ասածին, բայց ես մտածում եմ, որ Գրիգորի Զամզային խանգարող ամենամեծ բանը հպարտությունն է։ Որն է այդ հպարտությունը, այն, որ ինքը ուզում էր անպայման օգտակար լինել իր ընտանիքի համար, տեսեք ինչ հետաքրքիր ստեղ մի ալեգորիա կա, հա, ինչ հետաքրքիր ներքին հակասություն կա։ Ըստ էության շատ քրիստոնեական ու շատ բնական է ուզենալ օգտակար լինել մարդկանց։ Առավել ևս քո ընտանիքին, հա։ Հակոբոս Առաքյալը, Պետրոս Առաքյալը ասում են, որ ամբողջ աշխարհը շահես, ընտանիքդ կորցրել, զուր է քո այդ ամեն ինչը։ Բայց մյուս կողմից, եթե դու փնտրում ես ոչ բնական օգտակարությունը, այսինքն ոչ հենց օգտակարությունը, այլ օգտակարության գնահատականը, հա, որ քեզ ասեն, բայ ես ինչ լավն է, ասենք պատկերացրեք մի հատ մայր, որ իր երեխան երբ որ գիշերը լացի, ասենք գնա իր երեխան հանգստացնելու միայն նրա համար, որ կիսուր ասի այ ապրի իմ հարսը, գնաց արեց։ Չէ՞ մենք չենք ասի, որ հարսը, չգիտեմ, մայրը լավ մայր է, հա, որովհետև դա բնական պիտի լինի երեխան հանգստացնելու ցանկությամբ։ Հիմա նույն ձևի այս մարդը, իսկ երբ որ դու անում ես մի բան գնահատականի համար, ըստ էության դու անում ես քո էգոն, հա, բավարարելու, քո հպարտության պահանջը լցնելու համար։ Ու մեր քրիստոնյաներիս մեջ, մեր հասարակության մեջ մենք շատ ունենք այս փարիսեցիությունը, կեղծավորությունը, հա, երբ որ մեր գործողությունները իրանք միտված են ոչ թե դիմացի մարդու հանդեպ սիրուց, այլ միտված են նրան, որպեսզի մեզ գնահատեն, մեզ ասեն ինչ լավն է այս մարդը։ Ու մեզ որպես անհատ, մեզ որպես կազմակերպություն, որպես մարդկանց համախումբ, բայց ամեն դեպքում մենք գալիս ենք այդ աշխարհի գովազդի, հա, պրոբնիկ բաժանելու այդ տրամաբանությանը, որովհետև ըստ էության պրոբնիկը ինչ է որ մարդու տալիս են, որ դու համտեսես, ասես լավն է, գնաս առնես, չէ՞ իրեն։ Մենք այդպես մեր պրոբնիկներն ենք տալիս, որովհետև մենք մեր լավագույն կողմերն ենք ուզում ցույց տալ, գնահատական ստանանք, հետո որ ամբողջությամբ մեր բոլոր մեղքերով, մեր բոլոր վատ կողմերով, քիմիական հավելումներով վաճառվենք այդ մարդկանց, այսինքն ընդունվենք իրանց կողմից։ Ու այս հպարտությունն է, որ մարդուն թույլ չի տալիս ավելի լինել, քան մարդը, որովհետև երբ որ մարդը շատ տարված է սեփական անձով, երբ որ մարդը ապրում է հանուն գնահատականի, այլոց գնահատականի, ինքը անընդհատ փնտրում է միջավայր, որտեղ իրան պիտի գնահատեն։ Եվ այս անընդհատ փնտրտուքը ազատությունից հակառակը տանում է իր ստրկության, որովհետև մարդը դառնում է ստրուկը այդ ամեն ինչի, ու մարդը պատրաստ է ամեն ինչի, որպեսզի կարողանա իր էգոն այդ բավարարվածությունը զգա, հա, որպեսզի կարողանա ինքը ինչ-որ մեկի կողմից գնահատված լինի։ Ու ինչն է հետաքրքիր, գիտեք, ամերիկյան պատմությունների մեջ ստրկության վերացման եւ այլն քիչ չեն են դեպքերը, ես եթե չեմ սխալվում,
փաստաթղթավորված 300,000-ից ավել դեպքեր կան, երբ որ մարդկանց հյուսիսային նահանգներում ազատել են ստրկությունից, ու այդ մարդիկ կամավոր կերպով էլի գնացել են ստրկության, իրենց նույն տերերի մոտ։ Այսինքն մարդը չի իմացել էլ ոնց ապրի առանց այդ ստրկության։ Ու մենք էլ չգիտենք ոնց ապրենք առանց սրա գնահատականը, նրա գնահատականը, նրա գնահատականը ակնկալելու։ Եվ միայն այդ ժամանակը, որ մենք կարողանում ենք Աստծո հանդեպ ուղղել մեր հայացքը, ապրել հանուն Աստծո, ինչպես Դաստոևսկին էր ասում, Կարամազով եղբայրների մեջ, որ մարդու կյանքի ամենամեծ սխրանքը ապրել հանուն Աստծո։ Այսինքն սпасել մեր կյանքը չափել ոչ թե հասարակությամբ, ոչ թե փիլիսոփայական գաղափարներով, ոչ թե տիկտոկյան թրենդներով, այլ Աստծո ճշմարտության ու Աստծո խոսքով։ Մի խոսքով ժողովուրդ, իմ կարծիքով բավականին թեմաներ վեր հանեցինք այս վեպից։ Ու ես ճիշտ ասած մտածում եի նաև Հերման Հեսեի Տափաստանի գայլի մասին, խոսենք, որտեղ էլի կերպարանափոխության թեման կա, բայց արդեն յունգյան մոտիվներով, ստվերների ենթագիտակցություն, բայց այդ կթողենք մի ուրիշ անգամ, որպեսզի շատ չծանրաբեռնենք մեր միտքը։ Մի խոսքով հուսով եմ նաև ձեզ հետաքրքրեց այս խոսակցությունը, այնքանով որ թերթեք Կաֆկայի այդ գործը, մի հատ նայեք, կարդաք, ինքներդ տեսնեք։ Դե, հեսա անջատենք